Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանին։ Բարև ձեզ Տեր Արամ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ հրավիրելու համար ինձ այս տաղավար։ Որոշ եկեղեցականների եւ իշխանությունների հարաբերությունները կարծեք թե ավելի են սրվում, ինչպես նկատում ենք, կարևոր եզրագծի ենք մոտենում, ըստ ձեզ ինչ է կատարվում։ Այո, դժվարին ժամանակներ ենք ապրում, թերևս որպես հոգևորական ժողովրդի լայն մասշտաբների հետ եմ շփվում եւ այս մարդիկ շատ անհանգիստ են ներկա իրավիճակով։ Նախ արձանագրում անենք, որ մարդիկ հասկանում են, որ Հայաստանում գրեթե հոգևոր կյանք գոյություն չունի եւ նաեւ իրենք կարոտ ունեն հոգևոր կյանքի նկատմամբ, կուզենային, որ Հայաստանը ավելի հոգևոր Հայաստան լիներ, կուզենային, որ եկեղեցին եւ եկեղեցականները ավելի աղոթող լինեին եւ գիտեք, մենք ժողովրդի համար հենց օրինակ ենք, թե մարդ առհասարակ ինչպիսին պիտի լինի, ընտանիքը ինչպիսին պիտի լինի եւ երբ որ ժողովուրդը տեսնում է, որ եկեղեցին որպես ընտանիք պարակտված է, ինքն իր համար այլևս այդ կատարյալի լավի օրինակը չունի։ Եվ այս կերպ մենք նաեւ կարող ենք գայթակղություն հանդիսանալ մեր ժողովրդի կյանքում։ Դեկտեմբերի 10-ից 12-ը նախատեսված էր, որ պետք է անցկացվի եպիսկոպոսած ժողով, սակայն այն չեղարկվեց։ Ինչ պատճառով ըստ ձեզ։ Ճիշտն ասած, շատ տեղեկություններ չունեմ, թե եպիսկոպոսած ժողովը ինչու է չեղարկվել, բայց իմ ենթադրությունները կարող եմ այդ ժողովի հետ կապված ասել, որ իրականում մնացած այլ եպիսկոպոսները, ովքեր չմիացան այն 10 եպիսկոպոսներին, ովքեր ընդունել են ճշմարտությունը, ես որպես քահանա դիմում եմ իմ հայրերին, ասելու, որ եկել է ժամանակը, որ իրենք էլ կարողանան որոշում կայացնել, չվախենան որոշում կայացնելուց, որովհետև իհարկե բարդ է, հա, այն կյանքը, որ դու ստեղծել ես, հարմարվել ես, միգուցե դժվար է դրանից հրաժարվելը, թեկուզ հոգևոր կյանքը, բայց ինչը վերաբերվում է եկեղեցու առողջացմանը, այսօր մենք պետք է ընդունենք, որ եկեղեցին կարծես այն հիվանդ օրգանիզմ է, որը որ ախտահարված է մեղքով եւ յուրաքանչյուր հոգևորական այս հիվանդության դեմ պայքարողը պետքա լինի, ինքը պետքա իր դեղերը վերցրած փորձի որպես բարի բժիշկ, ուրեմն եկեղեցին առողջացնել, բայց անձնական, չգիտեմ, այսպես շահերով պայմանավորված, եթե դու փորձես աչք փակել այդ հիվանդությունների վրա, այդ օրգանիզմը կմահանա, ու եթե օրգանիզմը մահանա, էական չի, հա, սիրտն էր վնասված, թե մեկ այլ օրգան ամբողջ մարմինն է վնասվելու։ Հետևաբար սա շատ կարևոր փուլ է, որ մեր հոգևորականությունը, բարձրաստիճան հոգևորականությունը կարողանա որոշում կայացնել ազատագրվելու մեղքից։ Իհարկե, մենք բոլորս, երբ որ դարձել ենք հոգևորական, պատճառը մեկն է եղել, ոչ միայն քարոզելու Քրիստոսի խոսքը, այլ նաև ու մանավանդ պակասեցնելու մեղքը ոչ միայն մեր կյանքում, այլ նաև հավատացյալ մեր ժողովրդի կյանքում։ Եվ այս պարագային, եթե մեղքը գալիս է եկեղեցուց, եթե բոլոր այդ պղծությունները, անախորժ մթնոլորտը, որ եկեղեցին պիտի վերացնողը լիներ հայ ժողովրդի կյանքից, ինքն է հրահրողը եւ հարուցողը եւ հիմա դարձել է գայթակղություն մեր ժողովրդի կյանքում, ուրեմն եկեղեցականությունը ճիշտ ժամանակն է, որ ինքը ապացուցի, որ իսկապես ճշմարտության կողքին է եւ Քրիստոսի կողքին է եւ փորձի ինքը իր վերքերը բուժել։ Ինձ համար մի բան էլ ասեմ, շատ կարևոր է, որ եկեղեցու մաքրագործումը տեղի է ունենում եկեղեցու ներսում եւ կեղծ է այն թեզը, որ եկեղեցու մաքրագործումը անում են օտարները, չգիտեմ, իշխանությունը կամ կառավարությունը, յուրաքանչյուր մարդ, ով իրեն հայ առաքելական եկեղեցու հետևորդ է համարում, ինքը պատասխանատվություն ունի այդ եկեղեցու նկատմամբ։ Իմ ծառայության ողջ ընթացքին ես իմ համայնքների ժողովրդին ասել եմ հետևյալը, որ այս եկեղեցին իմ սեփականությունը չէ, ես այն իմ տնից չեմ բերել, եւ այն ինչ որ ես կանեմ այս եկեղեցու մեջ եւ կավելացնեմ, դուք դրա պահողը պիտի լինեք։ Այն ծառից տերևից թփից բռնած, դուք պետքա պատասխանատվություն ունենաք, զգաք ձեր եկեղեցու նկատմամբ։ Եթե անգամ ինչ որ մի ծառ չորացել է եկեղեցու տարածքում, դուք պետք է իմանաք, որ այդ ծառի չորացումը ինչ որտեղ ձեր անձի հետ
պայմանավորված էր, կապված էր եւ դուք դրանում ձեր մեղքի բաժին ունեք։ Հետևաբար յուրաքանչյուր ոք, ով իրեն Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդ կհամարի, ինքը պետք է ունենա պատասխանատվություն իր եկեղեցու ավելի լավը լինելու համար։ Այնպես որ կեղծ է այս թեզը, որ եկեղեցին օտարների կողմից կամ իշխանության կողմից բռնազավթվում է, ոչ, իշխանությունը լինելով, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես հաստատում եմ, որ սեփական ժողովրդի նկատմամբ ունի պատասխանատվություն, որովհետև եկեղեցին նաև ժողովուրդն է։ 10 եպիսկոպոսներ հանդես եկան հայտարարությամբ, որով պահանջում են Կտրիշ Ներսիսյանի հեռացումը Վեհարանից։ Նախ խնդրեմ ձեր գնահատականը այդ հայտարարությանը եւ հնարավոր է եպիսկոպոսատ ժողովը չեղարկվեց այն պատճառով, որ մտավախություն կար, որ այլ թեմերի առաջնորդներ եւս կմիանան այս հայտարարությանը։ Այո, ես կարծում եմ, եթե Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նստած բարձրաստիճան հոգևորականները վստահ լինեին, որ իրենք այդ ժողովով իրենց ցանկությունները իրագործելու են, կատարելու են եւ չունենային կասկածներ ու վախեր, միանշանակ իրենք կգնային ժողովի ճանապարհով եւ այն ցանկությունները, որ ունեին թեկուզ այս եպիսկոպոսների մասով, կիրագործեին, բայց ես նախ ուզում եմ այս տաղավարից շնորհակալություն հայտնել այս 10 եպիսկոպոսներին, մեր հոգևոր հայրերին, իսկապես շնորհակալ եմ նրանց իրենց համարձակության համար, որ չեն վախեցել ճշմարտությունն ասել։ Ճիշտ է, մենք տեսնում ենք, որ շատ այլ լրատվամիջոցներ, ովքեր մեզ շատ պարզ է, թե որտեղից են սնվում, փորձում են նրանց վրա քարեր նետել, ցեղ շպրտել, բայց իմանալով իրականությունը եւ լռելը, սուս մնալը ինձ համար սա դավաճանության նման մի բան է եւ ուրախ եմ, որ այս եպիսկոպոսները իմանալով ճշմարտությունը դուրս են եկել պայքարի։ Իրենք ինձ համար պայքարող տեսակներ են, պայքարող, որ մեր եկեղեցին չմեռնի։ Եվ դուք շփում ունեք այդ եպիսկոպոսների հետ։ Ես իմ ծառայության բերումով գրեթե բոլոր եպիսկոպոսների հետ էլ շփվել եմ, հաճախ նաև նրանց օրհնությունն եմ ստացել, հայտարարությունների մասով իսկապես երբ որ դու ունես տեղեկատվություն, ինֆորմացիա եւ եթե քո համար գլխավորը քո եկեղեցու կյանքն է, դրա բարելավումը, քո ժողովրդի ավելի լավ հոգեվոր կյանք ունենալը, իմ կարծիքով մեր այս եպիսկոպոսները իրենց անձնական կյանքը, իրենց անձնական շահերը, եթե այսպես վերցնենք, մի կողմ են դրել եւ իրենց անձնական շահը դարձրել են հենց եկեղեցու բարենորոգումը։ Երեք Գյումրիում լրագրողների հետ զրույցում Տեր-Նշանը աչքի ընկավ շատ անվայելուչ պահվածքով, երբ մեր լրագրողը նրան հարցրեց, թե կաթողիկոսը արդյոք զավակ ունի թե ոչ, նա փոխանակ պատասխանի արձագանքեց հետևյալ ձևով. Դուք ձեր կնոջը դավաճանել եք, տղամարդու հետ դավաճանել ես, երբևէ կարող է հանկարծ Լևի ես գնացել։ Ես կխնդրեմ ասեք, արդյոք սա հարիր է հոգևորականի պահվածքին եւ արդյոք այս պահվածքը չի վնասում եկեղեցուն։ Նմանատիպ բառամթերքը, որ կարող է ունենալ հոգևորականը, իսկապես ինձ համար ցավալի է, որովհետև այն զգեստը, սքեմը, որ հագնում ենք մենք ներկայացնում ենք ամբողջ եկեղեցին, եւ եթե մեկ հոգևորական այնպիսի արարք է անում, որը որ դրական է եկեղեցու համար, դրանից ամբողջ եկեղեցին է օգտվում, իսկ երբ որ մեկ հոգևորական, հագնելով այս համազգեստը եւ ներկայացնելով հայ առաքելական եկեղեցին անում է վատ բան կամ վատ բառամթերք է օգտագործում, դրանով հայ հավատացյալը կարծիք է կազմում հայ առաքելական եկեղեցու մասին։ Տեր-Նշանը եւ մնացած քահանաները իմ հոգեվոր եղբայրներն են, իսկապես ես նրանց համար հաճախ նաեւ աղոթք եմ անում, խոսք կա, չէ, ասում է պապից ավելի կաթոլիկ լինել։ Ես չեմ ուզենա, որ իրենք անձնապաշտությամբ զբաղվեն, հոգևորականի առաքելության մաս է կազմում ճշմարտության բարձրաձայնումը։ Եվ էական չի, որ ով է այդ կեղծիքի հեղինակը։ Մեզ համար գլխավոր հեղինակությունը Հիսուս Քրիստոս է, եւ այն ինչ որ կասի Հիսուս Քրիստոս, մենք չպետք է այն փորձենք շրջանցել մեր անձնական շահերից ելնելով։ Եվ այսպես ասեմ, որ միջև այս ամենի բարձրաձայնումը, դուք գիտեք, որ հանրության մեջ շատ հարցեր քննարկումներ եղել է։ Ժողովրդի շատ հավատացյալներ մոտեցել են շատ հոգևորականների եւ նրանցից ուրեմն բողոքել են, իրենց կարծիքն են արտահայտել, ինչն են իրենք ճիշտ համարում, ինչը սխալ։ Ունեցել ենք հոգևորականներ, որ փոխվել են, դարձի են եկել։ Ես անձնապես իմ կյանքի հետ կապված կասեմ, որ որպես հոգևորական ես էլ իմ հավատացյալների կողմից հաճախ եղել է բաներ, որ ասել եմ, խնդրում եմ, եթե ես մի սխալ բան կանեմ, մի սխալ արարք,
մոտեցեք ինձ, որդ հայրաբար, որդ եղբայրաբար, ինձ զգուշացրեք, որովհետև լինել հոգևորական չի նշանակում լինել ամենագետ եւ սխալներ չունենալ, բայց եթե հոգևորականը պատասխանատվություն է զգում իր համայնքի նկատմամբ, ինչու որովհետև սիրում է, նույն կերպ նաեւ հավատացյալը պատասխանատվություն ունի իր հոգևորականի նկատմամբ։ Եվ ես չեմ ուզենա ունենալ մի հասարակություն, որի համար հաճելի պիտի լինի լսել այսպիսի խոսույթը, որ ունեցել է մեր Տեր նշանը։ Առհասարակ ասում է իրերը պիտի կոչել իրենց անուններով։ Ասում է Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Հետևաբար ճշմարտությունը այն է, որ յուրաքանչյուր հոգևորական ինքը նաև ներկայացնում է Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին եւ այդ հոգևորականը պետքա լինի անաղարտ, մաքուր։ Ես չեմ ասում, որ պետքա լինի սուրբ, կարող է ձգտել սրբության, բայց եւ նաեւ կան կարմիր գծեր, որ այդ հոգևորականը այդ կարմիր գծերը չպիտի անցնի, ինչի, որովհետեւ անցնելով այդ կարմիր գծերը ինձ համար արդեն պարզ է դառնում, որ այդ հոգևորականը այլևս չի հավատում, որովհետեւ եթե հավատար այդ հոգևորականը, Աստծո հասմանը, պատժին, միգուցե այդ կարմիր գծերը չեր անցնի։ Հետևաբար ամենաառաջինը մեղք գործող հոգևորականը ինքը Աստծուն է խաբում եւ հետո նորի ժողովրդին, նաեւ ինքն իրեն։ Բայց ինչպես ավետարանը կասի, չկա ծածուկ բան, որ հայտնի չլինի եւ սարի վրա գտնվող քաղաքը, անկախ նրանից լավ քաղաք է, թե վատ քաղաք է, չի կարող ուրեմն ծածուկ մնալ։ Մենք խոշորացույցի տակ ենք։ Եթե մեզ թվում է, որ մեր ժողովուրդը հիմար է, կներեք էլի արտահայտությանս համար կամ տգետ, կամ չի հասկանում շատ բաներ եւ մենք կարող ենք նրանց ուղղակի խաբել ու այդպես ապրել, ուրեմն մենք սխալ կարծիք եւ տպավորություն ունենք։ Ինչու է դուք այդ հարցադրումը ինձ անում, որ նորմալ էր, որ Տեր նշանը այսպես պիտի արտահայտվեր, որովհետեւ դուք հոգեվորականից որոշակի սպասելիքներ ունեք։ Ոչ միայն ուրեմն շարժ ու ձևի, գործերի, այլև նաեւ խոսքի մակարդակում։ Եվ այստեղ պատկերացումները եւ իրականությունը երևի թե արդեն հակադրության մեջ են, դրա համար էլ դուք այս հարցերը բարձրաձայնում եք։ Առհասարակ ես մեր բոլոր հոգեվորական եղբայրներին կխնդրեմ, որ իրենք երբեք չմոռանան, որ իրենք հոգեվորական են եւ հարցերին պատասխանեն ոչ թե փողոցային լեզվով, այլ սուրբ գրքով, ավետարանի ճշմարտությամբ։ Երբ ձեզ կարգալույծ անելու որոշում կայացրեց Կտրիչ Ներսիսյանը, ձեր նկատմամբ թիրախավորում սկսվեց մանավանդ այն բանից հետո, երբ դուք որոշեցիք համարձակություն ունեցաք վարչապետի մասնակցությամբ պատարակ անել, թե ընդդիմություններ քննադատում, թե մայրաթորության քննադատում եւ թիրախավորում։ Ես կխնդրեմ ձեր արձագանքը այդ քննադատություններին եւ թիրախավորումներին։ Գիտեք, երբ որ ես Facebook-յան իմ տիրույթում համացանցում սկսեցի խոսել եկեղեցու խնդիրներից, ես փորձում էի որևէ մեկի չթիրախավորել, այլ առհասարակ բարձրաձայնել այն ամենը, ինչ որ կա եկեղեցում եւ դա ես միայն իմ շահի համար չէի անում էի նրա համար, որովհետեւ տարիներ շարունակ այս ասպարեզի մեջ եմ եղել եւ լսել եմ բազմաթիվ դժգոհություններ, մարդիկ ինչպես են եկել ու ասել, այս ինչ քահանան սա արեց, այս մեկը զենքով էր, կներեք, երկրորդը գողական էր գնում, երրորդը արարողության ժամանակ ասեց, այսքան փող կտաս նոր կգամ կանեմ, չորրորդին եպիսկոպոսը իր այլանդակության համար հավանություն էր տալիս, հինգերորդ եպիսկոպոսը իրեն պահում էր այնպիսին, ինչպիսին կպահեր փողոցայինը կամ որևէ մեկ քահանա, եւ այս ամենը բնականաբար մեր ժողովրդի շատ զավակներ լավ գիտեին եւ նաեւ իրենց դժգոհությունն էին արտահայտում եւ այսպես ես նաեւ տեսնում եմ, որ մեր եկեղեցին եւ եկեղեցականությունը հեղինակազրկվում է։ Սրա լավագույն ուրեմն արտահայտումը մենք տեսնում ենք Հայաստանում աղանդների ավելացումը եւ շատ մարդիկ, ովքեր որ թողել գնացել են այլ եկեղեցիներ, ուրեմն հենց նաեւ մեր պատճառով են գնացել, մեր պահվածքի պատճառով են գնացել եւ ես չէի կարող, ժողովրդի ուրեմն խոսքը անտեսել, շատերին կթվա, որ ես իմ անձնական կյանքը կարգավորելու համար եմ այս ամենը սկսել, բայց ուզում եմ նման մտածողության տեր մարդկանց տեղեկացնել, որ փառք Տիրոջ, ես ունեմ աշխարհիկ շատ լավ ընկերներ, ովքեր պատրաստ էին ինձ գործ տրամադրելու, ես 10 անգամ ավելի լավ կարող էի ապրել, եթե դուրս գայի եւ աշխարհիկ կյանքով ապրեի, բայց ես իմ կյանքի գերնպատակը չեմ դարձրել լավ ապրելը, այլ արժանապատիվ ապրելը եւ Քրիստոսի ուզած կյանքով ապրելն է ինձ համար կարևորը եւ այս օրերին եւ ընդդիմությունը եւ նաեւ որոշ բարձրաստիճան հոգեվորականներ փորձում էին
այնպես ներկայացնել, որ այս ամենը հակաեկեղեցական շարժում է, գիտեք, ես այստեղ միտում եմ տեսնում շարժումը այս ուղղությամբ տանելու, որովհետև ես եկեղեցու հետ եւ բոլոր իմ հոգեվորական ընկերները, քահանա եղբայրները, ովքեր եւս այս խնդիրները բարձրաձայնել են, լավորից չի եղել, հա, այս ամեն ինչը, եւ մենք սա չենք արել, որովհետեւ մենք մեր եկեղեցու եւ դավանանքի հետ խնդիր ունենք։ Մենք սա արել ենք, որովհետեւ սիրում ենք մեր եկեղեցին, ուզում ենք մտածել մեր եկեղեցու մասին, մեր եկեղեցու վաղվա օրվա մասին ենք մտածում եւ այս տրամաբանության մեջ մենք չենք տեսնում նաեւ մեր եկեղեցու վաղվա օրը, որովհետեւ ունենալ այսպիսի առաջնորդներ սա ենթադրում էր, որ ապագային եկեղեցին այսպիսի առաջնորդների քարոզով եւ դաստիարակությամբ պիտի ծնեցներ ավելի վատ հոգեվորականության եւ ես ունեմ երեխա եւ այսօր հարյուրավոր երեխաներ են ծնվում, իրենք պիտի մեծանան, վաղը միսօր պիտի եկեղեցի մտնեն եւ ես ուզում եմ, որ բոլոր այդ երեխաները մաքուր հոգեվորականների հանդիպեն եւ մաքուր քահանայի ձեռքից ստանան Քրիստոսի անարատ մարմինն ու արյունը։ Թիրախավորման հերթական դրսևորում էր արդյոք այն ինչ որ տեղի ունեցավ վերջերս Հովանավանքի հենց բակում, ինչ որ մարդիկ փորձում էին ձեզ ինչ որ կռվի մեջ ներքաշել, հրահրել, թեև դուք բավականին համբերատար լսում եք իրենց ինչ որ պարզաբանումներ եք տալիս, ըստ ձեզ սա կազմակերպված սադրանք էր։ Այո, ոչ միայն սա, այլ նմանատիպ այլ դեպքեր են եղել, օրինակ չեմ ուզում, հա, այսպես թիրախավորեր անուններ տալ, բայց ընդդիմադիր դաշտից եկել էին լրագրողներ, սադրանքներ էին անում, հետո երբ որ այդ ամենը վերջացրեցին, իրենք դուրս են եկել Հովանավանքի տարածքից եւ մտածել էին, որ մարդիկ իրենց այլևս չեն լսի եւ զանգել էին հոգեվորականների եւ ասել էին, որ մենք մեր առաքելությունը կատարեցինք, վերջացրեցինք, հիմա ինչ պետք է անենք։ Ես նաեւ գիտեմ այդ հոգեվորականների անունները, ովքեր որ այդ ամենը կազմակերպում են։ Նաև վերջերս այդ երկու տղամարդկանց գալը, անգամ տեղեկացված եմ, գիտեմ, որ քահանաներն են այս ամենը կազմակերպել, ում մոտից են եկել, վերջացնելուց հետո ում մոտ են գնացել։ Ուղղակի ես այս մարդկանց նկատմամբ ոչինչ չունեմ ասելու, գիտեք ինչի չունեմ, որովհետև կարծում եմ, որ իրենք լավ հավատացյալներ են, բայց խաբված հավատացյալներ են, որովհետև այն ինչ որ իրենք անում են, մտածում են կամ իրենց գոնե այդպես են հրամցնում, որ սա եկեղեցու համար է, բայց եթե այդ մարդիկ իմանային իրականությունը, նման բաներ չէին անի։ Ես սերս չի կորել հա այդ մարդկանց նկատմամբ, որովհետև այն ինչ որ իրենք անում են չիմանալով են անում, բայց այ քահանաների պահվածքը ինձ համար շատ այլևս վտանգավոր է, որովհետև իրենք գիտեն ճշմարտությունը եւ այս ամենը ճշմարտությունը իմանալով են անում, իրենց անձնական շահերի համար են անում։ Գևորգ Սրբազանը եւս խոսեց այն մասին, որ այդ վեքերի այդ բանակը գործում է մայրաթոռում, այդ կոմպրոմատների պատերազմը գեներացվում է մայրաթոռից։ Այ ի վերջո ո՞րն է լինելու հանգուցալուծումը, որովհետև չեք կարծում, որ այս ամեն ինչով իրոք հեղինակազրկվում է եկեղեցին չամենը։ Գիտեք, անգամ հեքիաթներում նշվում է, որ բարին հաղթելու է։ Ես կասեմ, որ ճշմարտությունը պիտի հաղթի, որովհետև ճշմարտության ետևում կանգնած է Աստված, իսկ կեղծիքի ետևում սատանան։ Ես չգիտեմ օրինակներ, որ սատանան Քրիստոսին կարողանա հաղթել եւ այստեղ արժեքների բախում կա թույլ տվեք ասել, որովհետեւ այն արժեքները, որ մենք առաջարկում ենք, սա ավետարանական արժեքներ է, իսկ այն արժեքները, որ իրենք են, հա, հրամցնում, մատուցում մեր ժողովրդին, սա այդքան էլ ավետարանական չէ, որովհետեւ նախ առաջինը ինքդ պիտի այդ արժեքների կրողը լինես, հա, եւ մարդիկ այսօր ավելի շատ ուզում են ոչ թե լսել, այլ ուզում են տեսնել որևէ մեկի անձի մասին, եթե կարծիք կուզենան կազմել, իրենք ավելի շատ գործնականորեն են ուզում տեսնել այդ ամեն ինչը այդ մարդու կյանքում։ Եվ ցավի սիրտ այս մարդիկ, ում արժեքները եւ մեր արժեքները բախման են գնացել, իրենք բոլոր այն արժեքները, որ պիտի եկեղեցին սովորեցներ հրամցներ իր ժողովրդին, իրենք այլևս ոտնահարել են։ Ընդդիմությունը թիրախավորեց այն եպիսկոպոսներին, որոնք միացել են վարչապետին, իսկ Արշակ Խաչատրյանը ավելի հեռուն գնաց եւ ասաց, որ նրանք դավաճանել են իրենց ապրած կյանքն ու սրբազանին։ Դուք ինչ կներեք, իսկ ինչու ընդդիմությունը արեց այդ քայլը։ Ինչու ընդդիմությունը թիրախավորեց։ Եթե խնդիրը կամ կոնֆլիկտը եկեղեցու մեջ է, ոնց եղավ, երբ որ այս պարագային իշխանությունը լինելով Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդներ,
կմիջամտի եւ սա աննորմալ է, իսկ եթե ընդդիմությունը, որը իր թիկունքին ունի նախորդ իշխանություններին, այս հարցի մեջ խառնվելը նույն մայր աթոռի կողմից եկեղեցու ներքին հարցերին եւ խնդիրներին խառնվել չէ։ Սա ինձ համար տարօրինակ է եւ եթե մենք փորձում ենք հավասարություն մտցնել այս հարցի նկատմամբ, ուրեմն պետքա Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ կարծիք արտահայտեր իշխանության լրատվամիջոցների եւ նաեւ կարծիք արտահայտեր ընդդիմության լրատվամիջոցների վերաբերյալ եւ անգամ թույլ չպետքա տար, որ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ խառնվեին եկեղեցու հարցերին եւ այնն էլ այնպիսի մարդիկ են խառնվում այնպիսի խոսույթով, որ ինձ համար շատ տարօրինակ է։ Համացանցյան տիրույթում բոլոր այն մարդիկ, ովքեր որ իմ դեմ խոսում էին հայհոյանքի լեզվով, սպառնալիքների լեզվով։ Եթե իսկապես իրենք լավ հավատացյալներ են եւ լավ քրիստոնյաներ, իսկ ես ոչ, ինձ համար տարօրինակ էր, որ սա պետքա լիներ հայհոյանքների, սպառնալիքների, վրեժխնդրության, այսպիսի նմանատիպ ձևերով։ Որևէ մեկը չէր ասում, որ քո համար կաղոթեմ, որովհետեւ միգուցե դու մեղքի մեջ ես։ Ագրեսիան էր շատ եւ այս ամեն ինչը գալիս է հուշելով, որ իսկապես եկեղեցին ունի խնդիրներ եւ լավ հավատացյալի պատկերացումները եւ նաեւ լավ քահանաների պատկերացումները Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նստած որոշ հոգեվորականների մեջ խարխլված է, որտեղ իրենց համար լավ հոգեվորական է այն հոգեվորականը, որ իրենց մեղքերի վրա աչք կփակի, կուրորեն կհայհոյի, կուրորեն վատ բառամթերք կունենա իր հոգեվորական քահանա եղբայրների նկատմամբ։ Տեսեք, անգամ այս օրերին իրենց պաշտպանող որոշ ամուսնացյալ քահանաներ այն բառապաշարով են խոսում եպիսկոպոսների մասին, որ դրանից արդեն պարզ է դառնում, որ իրենք են ամենատարրական հարգանքը չեն ունեցել բարձրաստիճան հոգեվորականների նկատմամբ, իսկ այն ինչ որ իրենք ցույց են տվել, սա կեղծ է եղել։ Մեր գլխավոր նպատակը հենց այդ կեղծիքի բուրգը քանդելն է։ Իսկ դուք ինչ դիրքորոշում եք ունեցել ի սկզբանե, որ որոշ սրբազաններ որոշել են մտնել քաղաքականություն, խոսքս մասնավորապես Բագրատ Գալստանյանի եւ Միքայել Աջապահյանի մասին է։ Հոգեվորականը, տեսեք, թեզ կար, որ քանի որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ ունենք անձնագիր, կարող ենք քաղաքականությամբ զբաղվել, շատ լավ։ Եթե համաձայն լինեմ, մենակ մի պարագայում, մի դեպքում, երբ որ այն ինչ որ Քրիստոս քեզ ասել է անելու, դու առաջինը դա լավ իրագործես։ Չեմ ուզում որոշ թեմեր խոցեմ, բայց որոշ թեմերի առաջնորդներ իրենց բառապաշարը, առհասարակ կյանքը, ժամանակը ավելի շատ նվիրում էին քաղաքականության, քան մարդկանց հոգիների փրկությունը։ Քրիստոս մեզ չի դատելու նրա համար, որ մենք քաղաքականության մեջ ինչ-որ բառ կամ տառ չենք ասել։ Քրիստոս մեզ դատելու է նրա համար, որ այն ժամանակը եւ պատասխանատվությունը, որ տվել էր մեզ իր զավակների հոգեփրկությունը ապահովելու համար, մենք այդ հոգեփրկությունը թողած զբաղվել ենք ուրիշ բաներով։ Հավատացած եղեք, եթե քահանան, եթե հոգեվորականը լինի իր տեղում եւ քարոզի Աստծո խոսքը եւ երկնքի արքայությունը, ես համոզված եմ, որ հոգեվորականին երբևէ պետք չի լինի մտնել քաղաքականություն։ Եթե հոգեվորականը լինի լիդեր եւ այդ լիդերությունը ստանա ոչ թե քաղաքականությամբ զբաղվելուց, այլ նմանությունը Քրիստոսին ունենալուց, եթե ինքը նմանվի Քրիստոսին, մարդիկ չկա այդպիսի մեկը, որ Քրիստոսին չսիրի։ Եվ այն սերը, որ ուներ Քրիստոսի նկատմամբ, կասոցացներ այդ հոգեվորականի հետ եւ այն ինչ որ կասեր այդ հոգեվորականը, այդ հավատացյալը կկատարեր։ Բայց փաստացի մենք այն ինչ որ իրականում պիտի անեինք, դա չենք արել եւ արել ենք շատ հմտությամբ այն ինչ որ պիտի իսկապես չանեինք։ Եվ այս պարագային ես կոպիտ չասեմ դատապարտում եմ այդ ամենը, բայց սխալ եմ համարում։ Մեր խոսքը պիտի լինի եկեղեցու մեջ եւ Քրիստոսի մասին։ Սա է մեր անելիքը, սա է Քրիստոսի սպասումը մեզանից։ Եվ ամփոփելով Կտրիչ Ներսիսյանը, երբ զվարթնոցում էր, երբ օդանավից իջել էր, շրջվեց եւ ասաց, ես ժողովրդին խոսք ունեմ ասելու եւ տեսա, որ այնտեղ միայն քահանաներն են իրեն դիմավորող։ Ինչ է կարծում, նրան խոստացել էին, որ ժողովուրդ է լինելու, ինչ էր տեղի ունեցել։ Ես խոսք ունեմ ժողովրդին ասելու, այս արտահայտությունը ես կուզեի նաեւ որ մշտապես լիներ, ոչ թե օդանավակայանում լիներ ինչ որ հանգամանքներով, իրադարձություններով պայմանավորված,
այլ ես կուզենայի, որ հայոց հայրապետը միշտ իր ժողովրդին ասելու բան ունենար, որովհետև ասելու շատ բան կա ժողովրդին։ Եվ երբ որ դու չես ասել, ինչ որ պետքա ասես, եւ այն ինչ որ քո ժողովուրդը պիտի լսեր, այս պարագային մի տեսակ ուշացած եմ համարում ժողովրդին խոսք ասելը կամ ուր է ժողովուրդը։ Սա 25 տարիներին տրվող հարց պիտի լիներ, ուր է ժողովուրդը, եւ պիտի գնային այդ ժողովրդի հետևից, պիտի փնտրեին այդ ժողովրդին, պիտի գտնեին նրանց եւ պիտի բերեին եկեղեցի եւ հոգեվոր դաշտ։ Ուր է ժողովուրդը։ Սա պիտի գնային ու հարցնեին այլ եկեղեցիների կամ հարանվանությունների կամ աղանդավորական, այսպես ասեմ, ուրեմն ակումբների այս լսարաններում պիտի գնային այնտեղ պիտի փնտրեին իրենց ժողովրդին, այնտեղ պիտի խնդրեին, աղաչեին, բացատրեին, որ իրենց ժողովուրդը հետ գար։ Շատ տեղերում է մեր ժողովուրդը, աշխարհով մեկ սփռված, խաբված, հիասթափված, սա հարցերի հարցն է, որ ինքը այդ օրը բարձրաձայնեց, միգուցե հենց Սուրբ Հոգին այդ պահին իր բերանով խոսեց, որ ուրեմն չկար ժողովուրդ, որ հարցնում էր ուր է ժողովուրդը, ժողովուրդը կորել էր, իսկ ժողովրդին կորցնողը նաև ինքն է եղել։ Շնորհակալություն։ Այսքան։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հետ։